Աստված սիրում է քեզ, և նա քո փրկությունն է ուզում։ Նա անսահման ողորմած և գթած է, և անսահման զորավոր ու ուժեղ։ Մենք մարդիկ դժվարությամբ ենք ներում։ Մենք փորձում ենք Հիսուս Քրիստոսին հետևելով դառնալ ներողամիտ, գթասիրտ, փորձում ենք, աշխատում ենք մեր վրա, հաղթահարել չներումը, ներել սիրով լցված, ներել խոնարհությամբ։ Մեզ դժվար է, մինչև որ դառնում ենք ներողամիտ, ներող, սիրող, բայց Աստված, նա ամեն ինչում անսահման է։ Նրա ուժն ու զորությունը անսահման է։ Նա արարիչ, ստեղծիչ Աստված է, արարչագործությունը նրա անսահմանություն է, նա անսահման է իր սիրո մեջ, ամենամեղավորի հանդեպ անսահման ողորմած է, նա ամենաներողն է, ամենաներող է մեր Տեր Աստված։ Նրա ներումը մենք չենք կարող պատկերացնել, որովհետև մեր համար դժվար է ներել։ Մենք մեր մարդկային սրտի չափով ենք պատկերացնում։ Իսկ Տիրոջ սիրտը ամենամեծ ու ամենասիրող սիրտն է ողջ տիեզերքի։ Նրա համար ներելը դժվար չի։ Եթե մեր համար դժվար է, Տիրոջ համար ներելը դժվար չի, որովհետև նա ամենազոր է ամեն ինչում։ Նա անսահման է ամեն ինչում։ Պետք է հասկանանք, պետք է ճանաչենք մեր Տեր Աստծուն, որ պատկերացնենք, չնայած ինչքան էլ որ հասկանանք, ինչքան էլ որ ճանաչենք, միևնույնն է չենք կարող ամբողջովին հասկանալ ու պատկերացնել, որովհետև մենք մեր մարդկային կողմից ենք կարողանում տեսնել, մենք չենք կարող Աստծո կողմից տեսնել ու պատկերացնել, բայց մենք մեր սրտերով ենք զգում, փորձում զգալ, թե Տերը ինչպիսին է։ Աստվածային կատարելությունը մարդը չի կարող ամբողջովին ըմբռնել, ընկալել, սակայն պետք է հասկանանք, որ այդպիսին լինելով մեր Տիրոջ համար մեզ ներելը դժվար չի ընդհանրապես, հեշտ է, նա հեշտ է մեզ ներում, բայց երբ մենք ամբողջ սրտով, զղջացող սրտով, խոնարհ սրտով ներում ենք խնդրում։ Տեր Հիսուս Քրիստոսը նա նախապես մեր բոլոր մեղքերի համար վճարել է, և նրա համար ամենակարևորը մեր փրկությունն է, և նա սպասում է, նա ուզում է, որ երբ մենք սխալ ենք գործում, և նա մեզ ցույց է տալիս մեր սխալները, որ մենք զղջացող ու խոնարհ սրտով ներում խնդրենք Տիրոջից, և նա ներում է մեզ։ Մեր բոլոր մեղքերը նախապես նա գիտեր։ Տեր Հիսուսը իր արյամբ է վճարել մեր կյանքի համար, մեր մեղքերից ազատելու համար, և Աստված մեզ սիրում է իր անսահման սիրով, որը միայն ինքը ունի։ Մենք այդ սերը չենք կարող պատկերացնել, մենք շատ փոքրիկ ենք։ Մեր սերը և մեր սիրտը շատ փոքր է Աստծո սիրո համեմատ։ Նա սիրում է մեզ այդ կատարյալ, աստվածային, անսահման սիրով, նա յուրաքանչյուրիս է այդ սիրով սիրում, անկախ նրանից, թե մենք ինչպիսին ենք, և մենք մինչև մեր կյանքի վերջին վայրկյանը ունենք դեռ հնարավորություն փոխվելու և ընդունելու Տիրոջ տված փրկությունը, և այդ ողջ ընթացքում Տիրոջ սերը մեր հանդեպ չի պակասում։ Խոնարհությամբ եկեք ընդունենք մեր սխալները, մեր մեղքերը, և Աստված մեզ կների ու կազատի, որովհետև նրա կամքն է, որ մենք ազատ լինենք մեղքից, ազատ լինենք մահից, դժոխքից և իր տված փրկությունը ընդունենք, ապրելով իր բարի կամքի մեջ։ Փառք քեզ, մեր Տեր Աստված, մեր կատարյալ Հայր, մեր կատարյալ Աստված, փառք քեզ, շնորհակալ ենք քեզ, մեր սրտերը դարձրու խոնարհ, մեր սրտերը մաքրիր, խնդրում ենք քեզ, Տեր Հիսուս Քրիստոս, քո սրտի պես սիրտ եմ ուզում, և ուզում եմ քեզ նմանվել ու հեզ ու խոնարհ լինել։ Խնդրում եմ քեզ, իմ Տեր Հիսուս Քրիստոս, մաքրիր իմ սիրտը, մաքրիր յուրաքանչյուրի սրտերը, ովքեր լսում են հիմա, թող քո ողորմությունը, թող քո օրհնությունը լինի մեր վրա, տար մեզ քո հետևից, քո ճանապարհով։ Փառք քեզ, մեր Տեր Աստված, շնորհակալ ենք։ Ամեն։